Ամենագնացների համար օֆրոդ մրցարշավ կարելի է կազմակերպել Երևանի Արինբերդ փողոցում։ Ես խայտառակ վիճակ մի հատ նկարեք ցույց տվեք։ Ճանապարհ, որ վարորդներին հիշեցնում է Բեռլինը 1945 թվականին, ավերված։ Ճամփեն նկարի տվեք Ավինյանին, որ գաստակի հաղթել մեռան ջարդելով։ Չկա մի վարորդ, որ այս ճանապարհով անցնի ու չհիշի Երևանի քաղաքագլխին։ Մինչև գարուն անգամ ամենագնացով հնարավոր չի լինի այստեղով երթևեկել, նկատում են օրվա մեջ մի քանի անգամ Արինբերդի փողոցով երթևեկողները։ Ավտոները ջարդում են, ջարդում։ Անկամ այս մեքենայով է դժվար անցնել։ Հա, այս մեքենա չի, այս փոսի վրով տանկը չի անցնի։ 1000 անգամ զանգել ենք, 1000 անգամ բողոքել ենք, շարք չկա։ Դեռ անցած տարի պետք է հիմնանորոգվեր մոտ 1 կիլոմետրանոց այս ճանապարհը, ասում է Երևանի ավականուն դիմադիր անդամ Արշակ Սարգսյանը։ Նրա կարծիքով քաղաքային իշխանությունը ձգձգում է ճանապարհի հիմնանորոգումը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական PR անի։ Ընտրություններից առաջ գալու են լայնածավալ աշխատանքներ անելու, էլի անորակ են անելու, զուտ ժողովրդի աչքերը փակելու, տեսեք, ասֆալտ են կանում, սա է, բայց դա քարոզարշավ են անելու։ Քաղաքապետարանին դիմադիր թևում կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ ասֆալտ անելը ձեռնտու չէ իշխանությանը, մանավանդ որ այդ ասֆալտը ամեն պահի կարող է քանդվել։ Ինչպես օրինակ քանդվել է Նազարբեկյան փողոցում մի քանի ամիս առաջ արած ասֆալտը։ Արել եմ, բայց ինչ օգուտ, քանդվել է սա, ավտոները ջարդվում է սա, կբողոքեն էլ։ Դե բոլորն են բողոքում, մենակ ստեղ չի, ամեն տեղն էլ այտենց է։ Անձրևը գալիս է, ձունը հալում է, փոսերը բացում են։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները 1000 ու մի պատճառ առաջ կքաշեն, բայց չեն խոստովանի, որ անորակ ասֆալտ են փռում, նկատում է Արշակ Սարգսյանը։ Տեղումներից խոսացել ենք, ասել են լայնածավալ տեղումներ են, մեծ մասշտաբի նորմայից բարձր, անձրևը նորմայից բարձր էր, արևը նորմայից բարձր էր։ 2025-ին 3 միլիարդ դրամից ավելի է եղել մայրաքաղաքի ճանապարհների ասֆալտապատման բյուջեն։ 2026-ին գետնի վրա փշուր է լինում այդ փողը։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։